Բայց միայն այն, միտքս ավարտեմ, բայց միայն այն, որ այսօրվա սահմանադրությամբ դե ֆակտո եւ դե յուրե ըստ էության նախատեսվում է հանրապետության նախագահի անձնական գերկենտրոնացած ըստ էության նույնիսկ անվերահսկելու իշխանություն դա փաստ է եւ դա չի կարող նպաստել հանրային կյանքի բնականon գործունեության ապահովմանը սա է հիմնական ալգորիթմը կամ եթե կուզեք քաղաքական լեյտմոտիվը որով առաջնորդվել է սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումը իհարկե Հարգում եմ պարոն Խոսոր Հարությունյանի ճկունությունը, որովհետև Հայաստանում քիչ մարդիկ կան, որ 3 նախագահներին էլ պաշտպանել են, ուղղակի ինքը երևի Արթուր Բաղդասարյանից նրանով է տարբերվում, որ չի հասցրել ընդդիմություն դառնալ։ Շնորհակալություն պարոն Հարությունյանից բացելու համար փակագծերը, իհարկե այդ հարցում համոզված եմ ինքը, համոզված է, որ անկեղծ չէ, որովհետև բոլորս հասկանում ենք, որ սահմանադրական ես պարոն Հարությունյանից ես ընդհատեցի Ուրեմն բոլորի համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նախատեսեց սահմանադրական փոփոխությունները երկրորդ իր ժամկետի եւ երկրորդ անգամ ընտրվելուց ավելի ճիշտ չընտրվելուց հետո 13 թվականին, երբ որ մենք Սլովակիայում էինք, այնտեղ արդեն Գևորգ Դանիելյանը նույնպես հրավիրված էր, ինքը ասաց, որ նախաձեռնված է այն ժամանակ ճիշտ ասած գաղտնի էր տաղվում։ Իհարկե, այսինքն հանրահարությունը տրված էր, որ ասում են ձևել, ավելի ճիշտ կարել Սերժ Սարգսյանի վրայով, ընդ որում որոշ տեղեր չեն կարել, այլ բլանդելը երևի շուլալել են, թողել են ընտրական օրենսգրքին, պատճառը այն է, որ ամենատպես չեն ուզում, որ դա երևա սահմանադրությամբ։ Ակնհայտ է մի բան, որ Սերժ Սարգսյանը չէր կարող երրորդ ժամկետում առաջադրվել, իսկ ինքը չունի այդ վարկանիշը, որ ինքը ինչ-որ մեկին պաշտպանի, այսինքն իրավահաջորդի խնդիրը չէին կարող լուծել, բացի այդ հասկանում էին, որ երկու անգամ կեղծել մի հատ ազգային ժողովի ընտրություններ 17-ին, հետո էլ ասենք 18-ին անհասկանալի էր թե ում պիտի առաջադրեին, ուստի գտան այդ լուծումը, իսկ դա ակնհայտ է նաև, որ իրավունքներն է քաղաքացու սահմանափակում, այն որ ասենք ինչ-որ, այսպես ասած, ճոխ-ճոխ վառերա գրած տարբեր գլուխներում մարդու իրավունքների սոցիալական, այսպես ասած, պետության երաշխիքների եւ այլն, դրանք ընդհանրապես, ինչպես ասում են, մասկիրովկա են, հիմնական հոդվածը, որը, ինչպես ասում են, իշխող մեծամասնությունը որոշ ատամներով կպաշտպանի, դա 89-րդ հոդվածի 3-րդ կետն է, որը նաեւ ինչ-որ իմաստով ըստ էության մեկը մյուսին Այսինքն առաջի բանը ազգային ժողովի գլխում դեռ ասում ազգային ժողովը ներկայացական մարմին է, բայց ես ուղղակի օրինակը կարող եմ բերել, որ հենց ներկայացվածությունն է խախտվում, որովհետև եթե օրինակ տեսական տարբերակ պատկերացնենք, ասենք հանրապետականը հավաքում է 7%, իրանց համար երկրորդ տեղը օրինակ երկիրը հավաքելու է 6%, 17 կուսակցություն հավաքում է 5%։ Եվ բնականաբար իրանք այդ 5%-ները տալու են, որովհետև վաճառելու են այն մարդկանց, որոնք ֆոտոսեսիա են անում, եւ նրանք նաեւ բնականաբար ասելու են, որ ընտրությունները նորմալ են անցել, իսկ երկրորդ փուլի տարբերակից հետո ըստ էության դուրս է գալիս, որ այսինքն 7%-անոց կուսակցությունը ունենալու է 50% + 1, այսպես ասած ներկայացվածություն պարլամենտում, որը գնում եմ արդեն խախտում է ներկայացության իմաստը, որովհետև չի կարող մեկը հավաքել 5%, մեկը 7%, բայց 7%-ը ունենա մեծամասնություն ամբողջի մեջ։ Այստեղ բոլորս հասկանում ենք, որ ժամկետի հարցով էլ ասեմ, որ ինչի, տեսեք, անցյալ տարի ժամանակ իրենք հետաձգեցին սահմանադրական բարեփոխումները, որովհետև փողոցում կար ժողովուրդ, կար համաժողովրդական շարժում։ Եվ չգիտեմ, պարոն Հարությունյանը, ասենք ինչպես կպատասխանի այդ հարցին, թե ասենք, եթե նոր սահմանադրությամբ, ասենք որևէ քաղաքական գործի կուսակցության ղեկավարին ստիպում են քաղաքականությունը փոխել, քաղաքականությունը թողնել։ Նկատի ունեմ փետրվարի 12-ի ելույթը, որը հակասահմանադրական էր,
այսօրվա համոզել ընդհանրապես։ Այսինքն դուրս է գալիս, որ ջարդեցին ամբողջ քաղաքական դաշտը, նույն ԲՀԿ-ն, որ դեմ էր, նույն ասում վերակազմյալ հնչակները եւ այլն ասենք, շատ մարդկանց ստիպելով, ճնշելով, այսինքն ճնշում եղավ Ծառուկյանի վրա, մի օր Ծառուկյանը խոսի, կապ չունի, որ այսօր ասենք նկատվում է Սերժ Սարգսյանի հետ, մենք իմանանք ինչ ա եղել փետրվարի, այսինքն 13-ից մինչև 18 եղած ժամանակահատվածում։ Բայց